Մենք կշարունակենք մեր այսօրվա բարև հայդակիրը եւ ինչպես արդուսած էի, մենք այսօր երկու հարցազրույցներ ունենք ժամի 9:30 եւ 9:10-ը։ Մեր առաջին հյուրը Դիգին Շակե Հարբոյան Քարայանն է։ Ինչպես ամեն դոնական օր, անպայման նաեւ մենք մեր դոնական օրերը Դիգին Շակեին հետ կանցնենք, ինչու համար, որովհետև շատ կարևոր է մեզի համար եւ մեր ունգընտիրներուն համար միշտ հիշել մեր հայկական դոները, մեր հայկական ավանդությունները կապված այդ դոներուն հետ նամանավանդ Դիգին Շակե այսօր պիտի խոսենք զարգազարդի մասին, որ գիրագի օրն է, այսինքն երկու օր վերջ է, մեր ավանդությունները։ Հիմա ես կրնամ ներկայացնել, կգտնակ տեսնել դուք նկարները ինչպես որ է, ինչպես ներկայացված է, բայց դժբախտաբար չեմ կրնար միկրոեն կամ այս կամերային հոդը նաև փոխանցել ցեզի այս գեղեցիկ գարգանտագին կամ ինչ որ հիմա պիտի խոսենք ասոնց մասին նաև գատնահունցի մասին իսկապես եւ ճիշտ արջևս աթրած է 5-10 վարգերը նստած եմ ոս եւ ունիմ գեզ ժամտեր կոնե ասոդով նախ բարիլույս Դիգին Շակե վարձկտ կդար միշտ կօգնեցնենք քեզի արդուգանուխ կբերենք քեզի որ մեզի ներկայացնես մեր ավանդությունները բայց գիտեմ որքան նաև տունգը սիրես եւ որքան հաճույքով գնես այս մեկը մեզիալ ծևովը հաճույք կբաժարես որ ամեն անգամ որ դոմ մկա շատ արագ քեզի խոսենք որ հաստիս մեզի որ մենք կարողանանք մեր ունգընտիրներուն եւ նաև ագընտիրներուն փոխանցել մեր իսկական դոները, մեր իսկական ավանդությունները։ Հիմա Եգոր Դիգին Շակե խոսենք նախ ինչ ունենք մեր սեղանին վրա։ Գիտեմ որ դու երբ կզարտարես, բարաբի չես զարտարել։ Այդպես չէ որ կզարտարենք մենք սեղանը զարտարելու սիրուն, այլ ամեն մեկ բան որ տրված է, գդոր որ տրված է, ինքը իր իմաստուն ունի, ինքը իր մեր ավանդություններում մեջ իր դեղը ունի։ Այո, ճիշտ է։ Հոս որ մեր երեխաները ինչ որ գիտենք նոր դարին է որ այս հնդեղենները գցանենք փամբագի վրա սակայն ոչ ճիշտ է զատկվա արիտով քարնան շրջանն է որովհետև քարնան է որ հնդեղենները գսկսին ծլիլ եւ այս ցանելով մեջը հավգիտներ զարդարելով զատկվա սեղանը պետք է որ անպայման ածիներով զարդարվի մեջը հավգիտներով երբեմն նույնիսկ այս ածիգը գդրեն եւ ջաշ կեփեն արյուրը խառնելով միասին ջաշը կեփեին որպեսզի զատկվա սեղանին վրա տրվեր այդ ածիգը Նաև ածիգը ծորենը ինքնին արդեն երբ կցանես կմեռնի, երբ կձլի եւ մեջեն կանանչ այս հոդերներ որ գելեն, այսինքն վերագենտանացում, ինչպես որ Քրիստոս 3 օր թաղվեցավ, չարչարվեցավ եւ երրորդ օրը հարություն արավ։ Իսկ դիգնիգը վրա պիտի մնամ, նախ բացատրենք շատ արագ ես Դիգին Շակեին գսեի որ մենք այս մեկը միշտ գաղանտին գնենք դբրոցները մա չեմ գիտե դու ներում մեջ որքան այս ավանդությունը կշարունակվի բայց գիտեմ որ դբրոցներում մեջ մինչև այսօր գա կխոսենք փամբագը վրան ոսպ եւ ծորեն եւ պիտի չրենք օրերու ընթացքին ոսպը եւ ծորենը նախ պետք է որ թրջվի 2 օր թրջվել է իդ գցամքեցնենք ճուրեն ապա փամբագը գչրենք գտնենք եւ վրան այդ թրջված հնդեղենները գտնենք որբեսի շուտով ծրին արդեն եւ օրական մենք քիչ ճուր պետք է դանք ցնցով կամ ցերկի շիշով գնանք վրան ճուրը սրսկել ամեն օր արավոտ եւ իրիկանի օր արավոր մինչեւ ասենք 10-15 սանտիմետր հասած է 4 օր արավ 4 օր եւ մինչեւ հասած է այո ինքը այսօր իսկ պետք է որ ցանեն որբեսի զատկվա սեղանին պատրաստել արդեն իսկ եթե օդը եթե ծուրդ է վրան ներոմը գնակոծել որբեսի դակուկ մնա եւ շուտ աճի ասեք Ուրեմն մենք այսօր ինչպես որ ասենք քիչ հետ կպիտի խոսենք կենացարի մասին հիմա պիտի խոսենք կատնահունցը նաև կատնահունցը թեև զատկված հայդակիր չէ այսօր զարգացածն է պիտի ներկայացնենք սակայն արիթեն օգտվելով ես կատնահունցը բերի որբեսի կատնահունցն ալ գտնվի որովհետև զատկված սեղանին վրա այդ կատնահունցը որ հավերժական գլորությունը եւ ծորենի հյուսկերն են որ տրված են որ դարձյալ Պերկուպարիկ կփերեն ընտանիքի մեջ
ասենք որ առաջին անգամ որ միշտ գրեթե մեջը անպայման գսես որ Այո, այս գատնահունցը փանչիգակ միայն չամիջ որպես քաղցրեն որև ինքնա քաղցր է, որովհետև զատկված սեղանը միշտ պետք է որ քաղցրեղներով լեցունելա, նույնիսկ քաթամ որ գշիմվի քեղկաներ որ գշիմվի քաղցր քեղկաները, ասոնք բոլոր քաղցրությունն են Հիսուսի հարության քաղցրություններն են ասոնք։ Միշտ քաղցրություն պետք է տրվի սեղաններու վրա։ Մամուլնա Լիբանանյան։ Այսինքն նորեն քաղցրություն է, նորեն թացիալ կա։ Իսկ կալով մեր դոնական օրերուն համար հայ ժողովուրդը հարուստ է իր դոներով, ավանդություններով, որոնք թարեր շարունակ փոխանցված են սերունդ է սերունդ։ Ամեն դոն գգրե իր խորուրդը, իր երկը, իր ավանդական ջաշադեսագը, իր ուրույն ձեսը։ Այս դոները միայն ժամանց չէին, անոնք ասկային ինքնության, հավատքի, փարոյական արժեքներու եւ ընտանիքի միասնության մեկ արտահայտություններն էին։ Անցյալին քյուղերում մեջ յուրաքանչյուր դոն գնշվեր համախմբվելով, երկով, բարով եւ հասարակական հանդեսներով։ Միջինքը, զադիգը, վարտավարը, խաչվերացը, պարեգենտանը նման դոները գաբ ունին քրիստոնեական խորհուրդներու հետ, այսօր երբ ցանկը գսպարնա մորացության մատնել այդ ավանդությունները անհրաժեշտ է վերարժևորել եւ գրգին գենսավորել մեր ժողովրդի հոգեվոր մշակութային ժառանգությունը Թող մեր դոները շարունակեն շնչել, մեր ընտանիքներու մեջ, մեր դպրոցներու մեջ, մեր համայնքներու մեջ, իբրև գենտանի շղթամը անցյալեն դեպի աբակա կանկում բահելով։ Կանկում բահելով գենատ ծառը, ինչպես որ գտեսնեք, որ հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի ժառանգությունն է։ Կխորհրդանշե մեր արմատները, մեր ժառանգությունը եւ մեր գաբը պատմության ու ներգայի անցյալի եւ ներգայի միջև Ձարին արմատները խորեն ամուր եւ առողջ մենք պետք է անընդհատ հիշելով մեր լեզուն մեր պատմությունը մեր մշակույթը մեր հավատքը այս բոլորով մենք պետք է ճրենք մեր գենած ծառը որոնք հողի մեջ ամուր լալով կսնուցեն մեր ջուղերը իրենց արկասիկներով գդարածվին թեպի երկինք հասներու ավելի բարձր եւ վեհ նպատակներուն Դին շատ հետաքրքրական բան մգսեր եւ նույնադեր ես կմտածեի սիր որ մեր ավանդությունները գրեթե կապված են մեր եկեղեցական եւ հոգեվոր դոներու հետ ես փորձեցի գրեթե այսինքն մեծամասնությունը գսեր փորձեցի գտնել ուրիշ ավանդություններ կամ ասենք դոներ որոնք կապված չեն քրիստոնեական շատ չելավ միտքիս մեջ այսինքն մեծամասնությունը կապված է իսկապես մեր եկեղեցական ձեսերու հետ եկեղեցական դոներու հետ հոգեվոր դոներու հետ այսինքն դեղ մնալ գծցնե որ հայությունը օրեն կապված եղած են իրենց եկեղեցին Արդեն ինքը եկեղեցին երբ որ այս դոները հեթանոսական դոներ են վերադարձան եւ քրիստոնեական դոներու վերադարձուցին զանոնք Գրիգոր Սավորիչ բոլոր դոները փոխեց եւ հոն եկեղեցին արդեն ինքը դերն ու դիրական եղավ այդ դոնաձեսերուն եւ ժողովրդային եւ գրոնական դոնաձեսերուն միշտ իր Կով կհավաքեր համախմբված տոնախմբություններ գլային այո երբեմն գլային հավատալիքներ եւ այլ եկեղեցին անոնց հետ մաս չեր գազմեր սակայն ընդհանուր առմամբ եկեղեցու փագի մեջը շատ գեղեցիկ տոնախմբություններ գլային այսօր այսինքն դակավին մասամբ գա եւ սկսած է լալ ինչ որ գտեսնեմ արդեն ավանդության գարկը ավանդությունները սկսած են դեղ գտնել մասնավորապես այս տարի ես հանդիպեցա մանավանդ գենած ծառի հարցը գենած ծառի խորհուրդը շատ մտեղեր դեսա գենած ծառը նշանված աղջիկներու միջինքը թեև չիկացի բայց իմացա եւ միջինքի մնալ ներկա գտնվեցա բարձրապես հետաքրքրության թե ինչ պիտի անեն շատ գեղեցիկ ծառը 2025 թվականի միջինքը ի դարբերություն նախկին միջինքներով շատ գեղեցիկ ծառ տրված է մուտքին ծառին վրա թղթիկներ տրված են այդ թղթիկը առնելով մեջը փախտի խոսքեր գային մուտք կորզողը այդ ծառը նպատակը արդեն ծառն է այդ գենած ծառին ինքը պիտի
դառնի իր ցանկի փախտի կարգը խոսքերը ասի ուրախացա ես այս մեկը իսկապես նորություն մներ միջին տոնել ինքնին նորություններ իսկ առավել ներգաներուն միջինքի մասին հարցունցուն ինքը պատրաստած էր էջը եւ ինքը գարտած այդ էջը գիտեք թե որքան ուրախացա ես նմանավանդ եթե օդարներ կան ասուստե եւ լրիվ չկիցոներ կան շատ ուրախացա ես այդ միջինքեն մաղթեմ որ ամեն մերդոնական օրերը նաեւ ավանդությունները մուտ կորզեն քեթ մեկ էջոմը բացատրությունը դան այդ ավանդություններու մասին Դին շակե պիտի խոսենք կենած ծարի մասին, բայց գիտես նաև հիշեցի մեր բոլոր հարցազրույցներ, որ հետդ կնենք, միշտ դարբեր ծար մի եղած է։ Ասի միշտ ծարմը բերած ես հետդ։ Այս անգամ դարբեր ծար է, անցան անգամ դարբեր ծար է, ասենք զոնտին ալգար, դարբեր ծար մնալգար, որ բայեցինք երկար ժամանակ մերկով մինչև բարեգենտան ինչ որ հիշեմ, չէ։ Այդ ծարը մեր ստուդիոմը մինչև համբարձում մեր ստուդիոներն էսա երկար ժամանակ բայեցինք եւ մնաց եւ այսօր դարբեր ծարմն է ինչ է ճիշտ խորհրդանիշ ծարին ծարը մենք արդեն մեր հայացքը ծարաբաց ժողովուրդ եղած ենք չէ հինեն արդեն ծարաբաց եղած ենք եւ ծարը մեր ինքնությունն է մեր մշակույթն է ներփակած է մեջ այս արդեն ըսի վերը երբ պահպանենք մեր ինքնությունը մեր արժեքները մեր մշակույթը արդեն մեր ծարը գծաղկի երբ որ զարգելով անոնք բահելով պիտի չրենք երբ որ չչրենք եւ չբահենք մեր ինքնությունը ինչ պիտի լա արմատները պիտի չորնան ծարը պիտի չորնա եւ անկոր զածերի պիտի դառնա ասկը պիտի ոչնչանա անոր համար մենք կսենք մեր ավանդությունները մեր մշակույթը մեր արժեքները միշտ բահենք եւ ավելին բերենք մեջտեղ մեր արժեքները որովհետեւ մեր արկասիկները փարսանան եւ վեհ արտահայտություններ ունենան հասնին վեհ մագարտակներու Իսկ ավելի մանրամասն եթե պիտի խոսենք այս ծարի մասին շակե գարձեմ այս ծառնա ինքը իր պատմություն ունի ինքը շատ մեծ պատմություն ունի այսօր մենք ծագազարդի համարեր սակայն ինքը հետաքրքրական է եւ երկրորդ ծառ մնալ ասալ երկրորդ ծառն է ասալ փեսայի ծառ է Փեսա հարսանիքներուն անպայման որ փեսայի ծառ կպատրաստվեր եւ շատ ծանր ծառ կպատրաստվեր որուն վրա խնձորներ կշարվեին ծաղիկներ կշարվեին անոնց վրա փեսայի ծառ կլար եւ այդ ծառը պետք էր որ քավորը շալգեր որովհետեւ շատ ծանր ծառ մը կլար տախտագեշինված Եվ քավորը իբր շալգելու բանը Բարդավորությունը Բայց ինձ իսի որ Հայաստանեն բերած ես քանի անոր ակուլեցի թանկարանեն բերած թանկարանը ակուլեցի գողքի թանկարանին գողքեն արածեմ եւ շատ մբաներ դակավին անշուշտ է քիչ հետ կդիկնիկի մասին պիտի խոսենք տեխնիկա ես պատրաստած եմ սակայն նման բաներ շատ բերած եմ հայրենիքեն վերջերս որ այցելեցի Շարունակենք մեր Ձագազարդը ինքնին արդեն անունը վրան է Ձագազարդ, Ձարզարդատ, Քարնանային փացոտիա դոնախմբությունները մեկն է որովհետև Ձագազարդին ընդհանրապես ժողովուրդը դուրսերը գլան դոնախմբությունները ուրախություն աղմուկ շատ աղմուկ կլա որովհետև այդ աղմուկով ցույց կտան թե քարուն է եկած քարնան աղմուկն է որ կտրվի որովհետև 40 օր արդեն լրությամբ ծոմաբահություն բակ աղոտ խոհուն օրեր եղան լրություն էր Ձագազարդը ինքը աղմկալի դոն կլա արդեն ինքնաբերաբար ուրեմն նախորեին Ձագազարդին քիշերը երիտասարդներ ամուրի դղակ եւ նոր ամուսնացած դղակ կերտային ծառեր ընդհանրապես հայրենիքի մեջ ուրենի ծառ կգտրեին կփերեին որովհետև արևադարձային երկրներում մեջ էր որ ցիտենիած ծառեր ջուղեր կգտնվեին հայրենիքի մեջ միայն ուրենի ծառը առաջի ծառն էր որ կծաղեր այդ նպատակով այդ ուրենի ծառերը կգտրեին եւ կփերեին եկեղեցի նաեւ արմադախիլ գնային երկու մեծ ծառեր եկեղեցվո փագը գտնեին զանոն կզարթարեին քեղեցիկ ժապավեններով եւ մոմերով կզարթարեին եւ այդ ծառը օհնութենե իդ
բոլորը գելեին ժողովուրդը որ փագը գելեր նոր ամուսնացածներ եւ նշանվածներ այդ ծառերուն դակը կգենային եւ նվերներ կստանային որտեվ հայտնի էր որ հոն գեցոները կամ նշանված են արդեն նշանվածները կլուխնին ծածկած կլայն փեղիաս քերեցիկ շալերով անշուշտ ծածկած կլայն որ հայտնի գլա թե իրենք նշանված են մեկը չմոդենալ այո եւ նաեւ դեպույն վրա գլար նշանախոսություններ աղջիկ տեսեր դղակ արիտեն գոկտվեին աղջիկներուն գմոտենային իրենց համագրանքը գահիտնեին այդ աղջիկներուն այդ օրը քեղեցի գորմներ բոլորին համար բոլոր ժողովրդի համար շատ էր իրենց հարազատները գտեսնեին ուրիշներ իրենց սիրած անձերը գտեսնեին աչքի դագեն գնային այս բոլորը գբադահեր Եվ հաջելի օրեր կանցնեին իսկ նաև գլար ինչպես որսի նշանդուքի արարողություններ ալ տեղի ունենար ասի անցյալ անգամին ալսածի դասյալ գսեմ երկու մայրեր գահամացայնեին այսինքն աղջկա մայր եւ դղու մայր Ձագազարտիորը երբ եկեղեցին ելեն երիտասարդը ցերկը մոմը բռնած ուրենի ջողով զարդարված վրան նաև մադանի մթրված կփերեր օրիորդին գուդար երբ օրիորդը զայն ընդուներ կնշանակեր որ ես պատրաստ եմ մայր տանալու քուզավակներուդ Ահա վասիկ հայկական ավանդության համաձայն պրոպոզելը Այո շատ գեղեցիկ Հիմա լման դարբեր պրոպոզելը ահա վասիկ մեր հայկական պրոպոզելը Շատ գեղեցիկ է այս պրոպոզը շատ գեղեցիկ է առաջարկությունը Անշուշտ Արավել մոմին հետ իր խորուրդը արավել լուսավորում է լուսավոր ընտանիք մգացմելու պատրաստակամություն ունի երիտասարդը իսկ օրիորդնալ պատրաստ է անոր զավակներուն մայր տանալու Իսկ ասիկ երկուքը այոն գսեն եկեղեցվում է չարավել Հոն արդեն այոն ասած են Իսկ եկեղեցի անշուշտ է երբ մուտք կգործեն դիգինները ցերկերնին ծաղիկներով ներս կմտնեին որովհետև մեկ օր առաջ քած կլայն նոր ելած նոր զլած ծաղիկները քարնան որովհետև ծաղիկները արդեն զլած են ինչպես որ կտեսնեք իսկ օրիորդները ցերկե գլուխնին թակեր շինված ծաղիկե թակեր կշինեին եւ հիմա պիտի բացատրեմ թե ինչ իմաստ ունի այդ թակերը որովհետև հայրենիքի մեջ արդեն գտրվին այդ թակերը բոլոր ծաղիկե նարոդը որ կոչենք նարոդը Իսկ Նամանավանդ քարնի եթե ելեք միշտ ալգա ոչ միան զարգազատին Հիմա շուգաներ ամենգա իսկ այո իսկ ամուսնացած դիգինները նորաբսակ դիգինները ցերկենին զամփյու մարած բդուղներով գլեցուն գլար եւ գամ այդ բդուղները վիզերին շարած գլային գտնեին այդ գան այդպիսի նկարներ ալկան շատ գեղեցիկ նշանակե որ նոր նկարներ են սակայն ավանդության նկարներ հետևելով որ այդ նկարները պատրաստած են ուրեմն ես հոսպիտի ասեմ թե ինչ իմաստ ունի ամեն մեկ շարժում իմաստ ունի ավանդությանց մեջ օրինակ նարոդը գխորտանշե ասծո օրնության ընդունումը ինչպես նաև անցի պատրաստությունը սուրբ հարության քալիք խորհրդին Կարնան ծաղիկներով հյուսված թակը կներկայացնե Կարնան արևը նոր կյանքի թակատրումը փնության թակուհին աղջիկները այդ օրը կդառնան Կարնան հարսեր Եկեղեցի մեջ օրնվել է յետք, շատերը գբահեն թակը, որպես պահաբան, գհավադային, որ կլխուն տրված օրնյալ նարոդը գբաշխանի անհատը հիվանդությունները կամ չարեն։ Ժողովուրդը գբատմե, թե երբ աղջիկ մնարոդ կներ ու գտներ կլխուն, երդասարդ մգրնար զայն ուզել ու խնդրել, այդ նարոդը նաև սիրո խորհրդանիշ է։ Երբ տեսնեն կրկում դեսնեք ինչ ազնիվ, ինչ անմեղունակ, ինչ բարձ առաջարկներ գլան, երբ նարոդը տեսնեն կնշանակե որ այդ օրիորդը այլևս ամուսնալու պատրաստված է եւ Նախնական զարդարանքը հիմա գմտածեմ դիգին շակի գիտես հիմա այսօրերուց մենք քլխարկներ գա շուգան մասնավոր տակեր գա եւ այլն այդ օրերուն Փնական եւ ավելի զարդարանքներ էին աղջիկները կամ գեներայս բարակային Փնական արավել ավանդական բաներ որ սերունդ
փոխանցված է։ Մասնավորապես երբ եկեղեցու մեջ կդեսնես բոլոր մանուկները, մեծերը, օրիորդները, աղջիկները նաև դղակալ երբեմն գտնվեին գլուխին թրված գիտեք թե ինչ քեղեցկություն է ադիգա ամբողջ քարուն մնե գարձես թե թրված է եկեղեցու փագի մեջ չէ մաղթենք որ հարաճի գադարի այս մեկը նաև դիփանալի մեջ ալ գիրարգվի ուրեմն այդ օրը նաև եկեղեցու ինչպես որ ասին ժողովուրդը լեցուն գլա այդ օրը նաև թարցի օր է այսինքն նորահարսերը որոնք բարեգենտանի արիտով ամուսնացած էին եւ 40 օրեր անցուցած եւ ծնողացը չէին կացած այդ օրը նաև ծնողացը դունը գերտային եւ գբրային մինչեւ գարմիր գիրագի այս բոլորը ունի իրենց մինչև զադիգեն վերջ գվանային այնտեղ եւ ալի մեծ ուրախություն էր բարեկամներ հոնգերտային ամեն օր խնջիկներ գլար որտեղ նորահարսը իր ծնողացը դունն է եւ այս մեր բոլոր դոնակ ավանդության այս բաժինները ունին իրենց հadoop երկերը բազմաթիվ երկեր կան մեկ միսեն քերեցիկ երկեր կան Ես հոս մի ամիդեսեմ գերքեին օրինակ զնգլիկ կսեին, ինչու զնգլիկ, որտև հարսը կացած ադեմ ոտքին վրա, նաև գտնեին փոքր շղթայի վրա մեդալներ է գազմված, կամ փոքր զանկակներ է գազմված, շղթամը գտնեին, որբեսի կալած ադենը ծնողացը որ գերտան շուշտ է ինքնաշարժ եւ այլն չի կարան ադեն Կալած ադելը այդ ացայնը պետք է հանի որբեսի չար հոգիները հերանան իրմե ինքը նորահարս է քանի որ զնգլիկ օրոջ եմ շարել զնգլիկ կոդի եմ գարե զնգլիկ բադձագեցի զնգլիկ հարսին հանեցին զնգլիկ դարան թողդանին զատկին գփերեն զնգլիկ խնցոր քաղեցեք զնգլիկ կոդին շարեցեք զնգլիկ գամուրջ կավեցեք զնգլիկ հարսին անցուցեք զնգլիկը այդ ցայնն է որ գսվիր իսկ փոքր դղակ թուրեթուր այդ բոլոր ջղերը որ հավաքած են փոքր դղակ կսկսին այն դուները գերտան շատ ընտանիքներ եկած չեն լար կամ սկավոր գլային կամ հիվանդ գլային կամ ժամանակ պատճառներով եկեցի չեն գնարկալ այդ փոքր դղակը ցերկենին ջղերով օրնված ջղերով այդ դուները գերտային Մունդեդիկի թերմներ ասիգա գազեսի իրենց լուր գուդար որ հարաճիա գիրակի արդեն զադիգ է եւ այդ ջուղերը գուդային անոնքալ իրենց կարգին նվերներ գուդային ընդհանրապես հավգիտ կլար եւ հադիկ կլար քիչի հետ կբիդեսեմ ինչու հադիկ հավգիտը գուդային հում հավգիտներ զամփյուներու մեջ կտնեին որբեսի հարաճիա գիրակի այդ հավգիտները ներգվին եւ կորցածվին իրենց համար Իսկ փոգը եւ այսպես կերկեին անշուշտ ինչպես որսի քիչ առաջ աղմուկի օրեր երբ որ ծարերը գշտկային դղակը անտին երեխանի դղակը փոքր դղակը ցերկերին շխրդոցներ բռնած երկու դախտակներ իրար կանված աղմուկ կհանեին ասոր անուններ արդեն շղկան Շղկաններ ու ցայներ գահանեին գարգաչա անունը գարգաչա էր օրինակ թուրերը որ գուքային սկսեին երկել երբեմն երկեին անոր չիդար գանիցեին եւ այսպես երկեին շղշղալով գարգաչա զարզարթար ցերդուն եգանք զարզարթար շեն մնակ լիքը բարիք ունենակ հադիկ տվեք էսորվան Հավգիտ տվեք զատկվան, ով չիդա մեր երգություն, մուգն ու գադուն իրենց տտուն, ով գուդա մեր երգություն, ասված բահե իր պեսացուն։ Հավգիտ դվոն ինչ լինի, գարմիր պարցին նստի, շեն մնա, լիքը պարիք ունենա, ով չդվեց, մուգը ծորեն ուդի, գատը տտվի, դուն էլ մրճունով լեցվի։ Նայցեք ինչ բարզ, թուրերի կալով, այս և Չզիրեն կկովե եւ չի դվողինալ մրցուները թողուդեն մուգերը թողուդեն Բայց որքան սկացի գետրորացած է նաեւ զարգազարդը երդասարտության վրա շատ խոսանք հարսու պեսայի եւ այլն բայց որքան գետրոնացած է երդասարտության վրա մեր զարգազարդը ինքը վերագենտանացումի վերաերդասարտության վերստին աշխարհքadvu վերստին գանանցնալու այդ ծմերեն երգար ծմերեն վերաերդասարտանալու քարունը ինքնին արդեն այդ իմաստ ունի չէ ամեն գոմ
կանաչած, ամեն գոմ երդասարտացած, այո երդասարտներու համար է Անորամալ զարգազարդը։ ես եւ Դիգին Շակեն այսօր գանաչակված են միասին։ Ճիշտ առանց իրար մել ունենալու եւ նաեւ աս երեխաներու համար գսվի արևենասոնգ աստծո գոմե գրկված են եւ իրենց մաղթանքներ որոնեն ամիջապես մեկը չի գնալ մերժել վախնալով որ այդ անիցներուն գնան նաեւ իրենք այդ անիցները ստանալ Նաև այս ջուղերը, որ գդրվեր բոլոր չարխապանեին, այսինքն այդ ջուղերը գդրվեր զորություն մներ եւ զանոք կօգտագործեին օրինակ ծորենի ամբարներում մեջը գդրվեր որբեսի ավելնա գաթի մեջ գտնեին գենտանիներուն գզարնեին այդ ջուղերով որբեսի գենտանին ավելի գատ ունենա կամ հավը իր հավգիտները շատնա եւ այլն երբեմն ջուղերեն գոկտակորզեին դրակ չարաջիջություն գնային այն աղջկան որ հավնեին մեջքին մեկ հատ կխփեին ես քեզ հավնած եմ սերով այդ ջուղերով որ կխփեին այդ եւ գտեսեք արդայդվելուց նաեւ այդ ջուղերը գտնգեին գտնգեին հոս շատ հետաքրքրական էր գտնգեին ընդհանրապես ուրենին ճուրերու եզերքն է որ գաջի եւ շատ արագ գաջի եւ արագալ գծագի ուրենին գծանեին եւ շուտով գծագեր եւ երբեմն բուրակներու կվերածվեր եւ այդ բուրակներու մեջը ժողովուրդը գերտային ուխտի նման եւ այդ ծառերուն հետ կխոսեին իրենց հակուսներեն մասը կգապեին վրան եւ երբեմն նույնիսկ հիվանդը հունգը բարգեցնեին երբ ուսումնասիրություններ եղավ մեջտեղ ելավ Երևան ելավ որ ճիշտ են մեր նախնիներուն ըրածը որովհետև ուրենիեն ասպիրինը գելե ուրենիեն ասպիրինը պատրաստած են նաև այդ ուրենի փարակ բաժինով մադանիներ գշինեին եւ իրարու գնվիրեին դիգիններ դան դիգիններ իրարու կպատրաստեին եւ գուդային որբեսի այդ մադանին մադերնին խմորը շաղեն եւ խմորը գավելնա գորնվի որովհետեւ օրնված ուրենի ջուղեր էր որ իրենց մատին վրա դրած են այդ մադանիները Դիգին Շակե շատ ժամանակ չմնաց որովհետեւ ցայնագործավարները գսեն շատ արագ Նաև դիկնիգի մասին ալխոսին այսօր ուրիշ հարցում ունեմ չնայած այո մենք թեև ես կուզեի շատ մանրամասներ դալ մաղթեմ որ հետակային սիրելի ժողովուրդ մենք անպայման որտեվ այսօր այսպես պատահեցավ մեր զարգազարդները չնայած չի վերջանար Դիգին Շակե կալդարի է դունիս ինչպես որ ծնունդին կանյան կամալ միշտ տալ նորություն ալ գպերես գիտեմ ճիշտ է ուրեմն նուրին անցրեվապեր մեր դիգնիգն է Ընդհանրապես մեր հայության մեջ, մեր պատմության մեջ, մեր ավանդության մեջ մենք ունենք տեխնիկներու շատ մտեսակներ, պիտի չեր գարեմ, քանի որ տեխնիկներուն անունները չգիտեմ, այսօրվա մեր տեխնիկը նուրի տեխնիկն է, նուրի տեխնիկը անցրեվապեր օրիորդն է, որովհետեւ այսինքն այս օրիորդը ցերկեն բռնած երդասարդ փոքր դղակ թուրեթուր գբդդին եւ ճուր գբահանչեն, որբեսի ճուր կա եւ անցրև կա, այսի անցրեվապեր քանի որ դիկնիգն է այս մեկը չեմ գիտեր զիս քիչմա պաներիկ ասեվապեր Եթե կարևորակույն պաներգավոր շատ կարևոր են որ անպայման անցնենք մի քանի որ կարող են գառնել որովհետև նաև մեր հյուրերը հասած են ես ուրիշ հարցում մալ ունիմ զադիգի հետ կապված ինչ որ կապված է կալ շաբթվա հետ ավակ շաբթվա հետ Եթե պամագած զարգազարդին չմտածած Դիկնիգին համար գերքեին զարգազարդը եկել է նուրին եկել է նուրի ինչ կուզես կտանգովից ես կուզեմ Չալ հավից հավգիտ կուզեմ երկնքից ամբեր կուզեմ ամբերից անսրև կուզեմ որ մեր ուզածը դամեզի անսրև իջնի վերմեզի Այսինքն անսրևի ասոնք երկեր են շատ քերեցիկ երկեր են Շակե միշտ ալունինք ծառը դիկնիգը անպայման կաղցրեղեն մեր բոլոր ասենք ավանդական դոներու հետ կապված Եվ մադաղը
գտնի օրինակ մադաղը մադաղը իր բարակային իր խորհուրդը ունի իր գրոնական խորհուրդը այս մեկը զատկվա մադաղը ուրիշ է ամեն մեկ մադաղը իր իմաստն ունի զատկվա մադաղը ախարն է բոլորովին դարբեր է ժողովրդի լումաներով հավաքված այդ արչարները կկնեն եւ այդ մադաղը բոլորը պետք է որ ուդեն անպայման իսկ եկեղեցիկ չիկացողը այդ տարվա փախտեն զերծ կմնա դարին ամբողջ որովհետև եկեղեցի կացողը կփախտավորվի ամեն ինչով ամոր չիրտա եւ բարգի թշպախտաբար մեր ջրակալույցը որ պետք է ընտանեկան ջրակալույցը ընտանիքներ հավաքված հարազատներով բանթուղ զավակներով գնացին սեղան բոլորը մեկ մոմերը փերած եկեղեցին օրնված լույսերով գտնեն սեղան եւ միասնաբար կճաշակեն թշպախտաբար ներկայիս ճաշարաններում մեջ են այդ ճաշարաններում մեջ են հարբած պիտի կան հաջորդ օրը եկեղեցի ալբիդի չգնան երթալ ասե բայց մեր նախրինները շատ լավ գիտեին որ եկեղեցի երթալով ամբողջ տարին փախտ պիտի դասված իրենց ամորդունը բարգի այդ փախտեն զերծ պիտի մնա Դիգինշակի երկու արագ հարցումներ կապված ավակ շաբթվա հետ կապված մենք խոսեցանք որովհետև հավգիտներու մասին եւ քեղքեներու մասին երկու բաները խոսեցանք երբ քեղքը գշինեն եւ երբ ճիշտ հավգիտը պետք է ուրեմն քեղքեն խաշեն եւ ներգեն այո քեղքեն գշինեն քեղքը բիդեսենք որտեվ կարգ մանուներ դվինք չեղավ քեղքեն նախ գշինենք 5 շաբթի օրով որովհետեւ ամեն մեկ օր չորեք շաբթի 5 շաբթի օրինակ չորեք շաբթի չի կորե չի կորին բոլոր դուրերը կմակրեն քարնան բարիկալուս կսեն եւ բոլոր դուներ մակ դուրս հանելով մակրություններ գլա եւ չար ոգիներ դուրս կելեն եւ քարունը կստանան իսկ 5 շաբթի առավոտուն գարակը կպատրաստեն որբեսի գեսորետ կոդոն լվայի գարակը հետերնին դանին եւ օրնվի եւ քսեն իրենց երեսները եւ հիվանդ բաժինները եւ առավոտուն այդ գարակին հետ միադեղ քախկեն գշինեն իսկ հավգիտը շաբաթօրը որովհետև Հիսուս երբ քիշերը արդեն ամենակեշ օրն է ուրբաթ երբ իսկապես այդ օրը բոլորը սկացված կլան քաչերության օրն է 5 շաբթի քիշեր արդեն մատնության օրն է եւ ուրբաթ քիշեր որ շաբաթ առավոտ արդեն հաղորդության թռները կբացվին գրոնական թռները կբացվին եւ հավգիտները այդ օրը կներգվին եւ այդ հավգիտներեն բոլոր զոն բակ երբ շրակալույց եկեղեցի երտան հավգիտներ քանի մաթեդենին գտանին հազիվ թե Քրիստոս հարյավի մերելոցս է կանան արդեն այդ հավգիտներ դեկվում վրա եկեղեցվո մեջ կգեղվեն եւ կուդեն իրեն ծոմը կփանան շատ շնորհակալ ենք իսկապես ամեն անգամ որ գտնունին կեզի դիգին շակե հաջույքով գտնունին եւ վստահ եմ մեր ունգընտիրները նաեւ հաջույքով մդիկ կնեն եւ միշտ մենք կխնդրենք որ կոնե այս բոլոր խոսած ավանդություններն ես կոնե եթե կարողանան մեկ հատ իդ վերագենտանացնեն մեկ հատ մենք միշտ կխոսենք չէ մենք միշտ ալգսենք որ մեկը վերագենտանացուցինք մենք մեր դուներն մենք Նախմիկ կսկսենք մեր դուներն ես անգեյետ գնայինք ուրիշը բայց իսկապես եթե մեկ ասավանդությունները մեկ հատ եթե վերագենտանացնենք շատ բան գրնանք փոխել եկող դարիներու կամ սերունդներու հետ կապված շատ շնորհակալ եմ դիգին շակե ես շնորհակալ եմ վանացանի մասնավորապես որտեղ ինքն է շատակով այս ավանդությունները փոխանցելու եւ խոսելու ժողովրդին իսկապես մեծ գործ է վանացանին ինչպես որ իր բոլոր գործունեությունները լա երաշտական լա մշակութային կետնի վրա որ գդարած է իր ռադիոկայանի միջոցով միշտ կմաղթեմ առողջ եթեր ունենա մեր վանացայինը շնորհակալություն Դիգին շակեին եւ Վարդանին գոմեն Փարիզագազար չերտակ ժամը իջմը մի քանի վարյան վեճ գտնունիկ հոմետ մեն բուրչամուդի հանցնախումբի ասենք եղբայրը եւ Հովսեփ Կոմիդասը
Հոս վանացայն Վանաձայն, լավագույն և հարազատ Բնության գիրկը գտնվող գեղադեսիլ դեսարաններով շրջապատված Ջաշարան Արև ցեզգնթունի ամար եւ ծմեր ընտանեկան մթնոլորտով Ջաշարան Արև օժտված է փոքրերու նոր գազմացներով ընդարձակ խաղավայրով Ջաշարան Արևի համեղ բադարը անփոխարինելի է Արևելյան հայկական հարուստ ճաշացուցակ եւ սուշի սերդվածքիներով Բատատաբալոնը Ջաշարան Արևի մասնակցությունն է Ջաշարան Արև կամ փոխչացնե սննդեղենի անվտանգության բոլոր չափանիշները Այցելեցեք Ջաշարան Արև այնջար, համդեսեցեք համեղ բադար եւ այլեցեք գեղադեսիլ բնություն։ Ջաշարան Արև այնջար հեռացան 08 620 567 08 620 568 Դոնական օրերուն Ուրիշխանյան, Բեյրութի եւ Զալայի իր բաժիններով գշնորհավորեց ձեզ եւ գմախտե արևշալությամբ, առողջությամբ եւ երջանկությամբ լեցուն օրեր։ Դեղի գունենա շաբաթ 19 ապրիլին երեկոյան ժամը 9-ին Հապտուրբան թոգի Emirates Hall-ի մեջ։ Դոմսերը ապահովելու համար թիմել համասկայնի գրախանութ կամ հեռացայնել 70 580 167 TV։ Ջաշկերույթ բարահանտեսի հովանավորներն են Elsa Jewelry, Al-Mashra Insurance, Malapco, Restaurant Al-Shams, Vresso, Robert and Sarkis Minasyan, Hagop Terzian, Domanco Foods։ Սալոն ռազմիկ իր հարկո հաջախորդույները գնտունի ամեն օր ներառյալ գիրագի օրերը ներկայացնելու համար վերջին նորույթ մազի ծևերն ու քույները։ Սալոն ռազմիկ կարիքը ունի բաշտոնյաներու, հասցե Անտիլիաս, Քեդի Շարքին, Մզհեր վերելքի անգյունաթարցին, հեռացան 04 725 808։